Ես տեղ չի։ Յուրաքանչյուր խոսակցությունից հետո ով ուզում է խոսա, նու հիմնականում մեր օպոզիցիոն ֆրակցիաները սարքել են իրենց դուքյանը արդեն իսկական կներեք բառամթերքիս համար։ Ընդհանրեն ասում եմ կոմենտ մի արեք։ Ամեն խոսքից հետո ամեն այս մարդիկ որոշել են իրանք պետք է մի հատ ելույթ ունենան ամեն խոսքից հետո։ Ուժի ցածրում էր ինչ էր օպոզիցիային կանչ։ Չէ, դե ես ինքս դուրս եկա, որպեսզի այդ նախագահողի ամեն խոսքից հետո չկա ԱԺ կանոնակարգ օրենքում չկա այդպիսի հասկացություն։ Հատուկ զսպեցի, ասեցի, հորդորեցինք ամեն խոսքից հետո կոմենտ ու պրիտոմ սադրիչ։ Ժողովուրդ ջան, դա նորմալ չի էլ։ Կներեք։ Չգիտեմ։ Հետո հետ վերադառնանք։ Կմեկնաբանենք, բայց այս դրանով մեր անհամաձայնությունն ենք հայտնում այն որոշման հետ, որը որ կիրառվել է պարոն Դավիթ Ղազինյանի նկատմամբ հիրավի պարոն Դավիթ Ղազինյանի մեկնաբանությունը տեղին էր, որովհետև ԱԺ փոխխոսնակը պետք է նիստը վարի եւ նա այդտեղ վարման կարգով կարող է խոսել, այլ ոչ թե կոնկրետ խմբակցության անունից մեկնաբանի ամեն ելույթ, ընդհատի եւ կոչ ենք անում վերադառնալ բնականon աշխատանքային ընթացքին ոչ միայն իրականում, ոչ միայն նկատել ենք, որ նաեւ մյուս փոխոսնակը եւս պարբերաբար նիստը վարելու փոխարեն մեկնաբանում է բովանդակությունը որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր այնինչ պետք է նա ըստ վարման կարգի հետ կապված որոշակի մեկնաբանություններ անի։ Շնորհակալություն։ Պարոն Քոչարյան, ձեր խմբակցություններ, հա, դուրս եկավ։ Դե իհարկե։ Դա նշան բողոքի դուրս եկավ պարոն Քոչարյան։ Հասկանում եք արդեն որերորդ անգամն է, այս մարդիկ ընտրվելուց այսպես բան խոսքեր էին ասում, որ պետք է այնտեղ երբ որ բարձրանում են վերև, պետք է հավասարությունը պահեն, խտրական չլինեն, ամեն խոսացողից հետո, գրեթե ամեն խոսացողից հետո իրանց թվում է իրանք պետք է վերևից ինչ որ կոմենտներ անեն, անդրադառնան միջև այդ խոսացողին։ Սա սխալ է, սա հակասում է ԱԺ կանոնակարգին, սա իրավունքը իրանք չունեն ու այս ամեն ինչը դրա վառ ապացույցներ բոլորի աչքի առաջ, երբ որ նշան բողոքի խոսում ենք, մի հատ էլ դրա համար նկատողություն հայտնում։ Սա ինչքան է տևելու վերադառնալու եք նիստերի դալիս թե չէ։ Սա քննարկենք հասկանանք, հիմա ի վերջո պարզ է պետք է վերադառնանք, բայց իրանք պետք է հասկանան, որ այսպես չի կարելի ու մենք էլ մեր գործողություններով պետք է ցույց տանք, որ չենք հանդուրժելու իրենց նման պահվածքը։ Նախորդ նիստին էլ Կոնջորյան հայտներ էլի հերթական այսպես էս էր։ ՀՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի։ Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա, գիտեք, քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքն է։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ պայն ասում էի։ Իսկ դուք չեք մասնակցում հանձնաժողովների նախագահում։ Սա առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցությունը, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին նիստերի գալուց։ Վերաքննիչ դատարան որտեղ է բողոքարկելու։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Ազգային ժողովի խորհուրդն է։ Ազգային ժողովի խորհուրդ։ Հա, բայց չի կարող չէ տարածվել նախորդ դեպքերի վրա։ Կներեք գործընկերություն։
Ինչ ունեք թաքցնելու ժողովրդից որ Չի կարելի, պես գալիս է։ Արդյոք ընդվեդումը չի։